Օրվա ընթացքում մարդը միջինում մոտ 20,000 անգամ շնչում է առանց դրա մասին մտածելու։ Բավական է այդ բնական գործընթացը դժվարանա եւ ամեն մի շունչը արժեվորվում է։ Ծանր շնչառության պատճառներից է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, որի ժամանակ շնչուղիները նեղանում են, վնասվում է թոքային հյուսվածքը։ Արդյունքում զարգանում է շնչառական անբավարարություն։ Ախտահարումն ունի երկու բաղադրիչ՝ բրոնխային եւ հյուսվածքային։ Բուն թոքահյուսվածքը ես հաճախ, որպեսզի բուժառուները ավելի լավ հասկանան, նմանացնում եմ սպունգին։ Սպունգը իր մեջ փոքրիկ խորշիկներ է պարունակում եւ ահա մեր թոքերն էլ նույնպես պարունակում են փոքրիկ խորշիկներ, որտեղ տեղի ունենում մեր գազափոխանակությունը, այսինքն օրգանիզմի կողմից կլանվում է թթվածինը, արյան հունով տեղափոխում է թթվածինը բոլոր օրգան համակարգերին, այնտեղից ածխաթթու գազը բերվում եւ արտահանվում է մեր նույն ալվեոլների միջոցով։ Արտաքին վնասակար ազդակների հետևանքով վնասվում են թոքերի փոքր օդապարկերը, ալվեոլները։ Դրանց պատերը քայքայվում են, առաջացնելով էմֆիզեմաներ, թոքահյուսվածքում դատարկ տարածքներ։ Այստեղ կա նորմալ թոքահյուսվածք, բայց ուշադիր որ զննեք, այստեղ կան մանր փոքրիկ էլի դատարկ տարածություններ, բազմաթիվ։ Հենց սրանք էմֆիզեմաներն են։ Այդ հատվածներն այլևս չեն կարողանում մասնակցել գազափոխանակությանը։ Կամաց զարգացող հիվանդություն է, զարգանում է տարիների ընթացքում։ Սովորաբար պացիենտները սկզբում գանգատներ չեն ունենում։ Միայն զգում են հեվոց, որը օդի պակասի զգացողություն, որը օրինակ սկզբում կարողանում էին քայլել 5 կիլոմետր տարածք, տարիների ընթացքում կարողանում են քայլել մինչև 1 կիլոմետր։ Առաջանում է հեվոց։ Իսկ ավելի ծանր դեպքերում նույնիսկ 100-200 մետր չեն կարողանում քայլել։ Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության գլխավոր պատճառը ծխելն է։ Բժշկուհին հիշեցնում է, ծխախոտի ծուխը պարունակում է շուրջ 7000 քիմիական նյութ, որոնցից միայն նիկոտինն է կապում մարդուն թունավոր գլանակի հետ։ Մնացածը վնասում են օրգանիզմն ու նպաստում այս եւ այլ հիվանդությունների զարգացմանը։ Այսպիսի մի միտում կա, երբ մարդը սկսում է հազալ հատկապես ծխողը, նա իր հազը կապում է ծխախոտի հետ։ Ասում է, ես հազում եմ, որովհետեւ դե ծխող եմ։ Բայց սա հենց սկիզբն է այս հիվանդության զարգացման, այսինքն ծխելը ինչ է անում, նպաստում է հենց բրոնխների լորձաթաղանթի վնասմանը եւ ի վերջո սկսում է զարգանալ այս հիվանդությունը։ Ազիզյանի խոսքով առաջին ախտանիշների դեպքում պետք է շուտ դիմել մասնագետին։ Հիվանդությունը լիովին չի բուժվում, սակայն վաղ հայտնաբերման եւ ճիշտ բուժման դեպքում հնարավոր է դանդաղեցնել հիվանդության զարգացումը, նվազեցնել սրացումներն ու խուսափել հոսպիտալացումներից։ Ուստի ախտանիշների դեպքում պետք է գնալ հետազոտման՝ սպիրոմետրիա, ռենտգեն եւ համակարգչային շերտագրում։ Բուժումը իր մեջ ներառում է տարբեր օղակներ, դրանք ինգալյացիոն բրոնխոդիլատատորներն են։ Շատ հաճախ պացիենտները ասում են կարող է այդ բրոնխոդիլատատորները առաջացնեն կախվածություն։ Իհարկե ոչ մի բրոնխոդիլատատոր չի կարող առաջացնել կախվածություն։ Դա ամենաարդյունավետ բուժման տեսակներից է։ Անհրաժեշտության դեպքում իրականացնում ենք նաև հորմոնալ բրոնխոդիլատատորներ, շնչելու դեղորայքներ, ինգալյացիոն։ Թոքերի օբստրուկտիվ հիվանդության ռիսկի խմբում են նաև 40-ից բարձր տարիքի անձինք, պասիվ ծխողները, փոշոտ միջավայրում աշխատողները։ Բացի այդ կան նաև ախտահարմանը նպաստող այլ գործոններ՝ գենետիկական նախատրամադրվածությունն ու օդի աղտոտվածությունը։ Բժշկուհին զգուշացնում է, բուժման ուշացումը կարող է հանգեցնել շնչառական այլ խնդիրների, թոքային հիպերտենզիայի, անգամ սրտային անբավարարության։ Արամ Մարանդյան, Էդգար Դավթյան, լուրեր։